Վեցերորդ հրեշտակը իր սկավառակը թափեց Եփրատ մեծ գետի վրա և նրա ջուրը ցամաքեց, որպեսզի ճանապարհ պատրաստվի արևելքի թագավորների համար։ Սա արդեն մեկ այլ խումբ է։ Կան երկրի թագավորներ, իսկ այս խումբը կոչվում է արևելքի թագավորներ։ Ըստ նշանակության նրանք դասված են այլ կարգի մեջ, որպեսզի տարբերվեն մյուսներից։ Եվ տեսա վիշապի բերանից, գազանի բերանից ու սուտ մարգարեի բերանից դուրս եկող 3 անմաքուր ոգիներ գորտերի նման։ Դրանք պաշտոններ են, բայց դա նույն վիշապն է, դա նույն անմաքուր ոգին է, հասկանում եք։ Դրանք դիվական ոգիներ են, որոնք նշաններ են գործում։ Նրանք գնում են դեպի երկրի թագավորները, տեսնում եք, թե ինչպես են նրանք այստեղ ընդգծված երկրի թագավորներ։ Նրանք գնում են երկրի թագավորների մոտ, բայց ճանապարհը նախապատրաստվում է արևելքի թագավորների համար, սա գաղտնիք է, սա խորհրդանիշների գիրք է։ Եվ ամբողջ տիեզերքի թագավորների մոտ, որպեսզի նրանց հավաքեն, պատերազմի համար ամենակալ Աստծո այն մեծ օրը։ Եվ դուք արդեն տեսնում եք, այս վերջին մի քանի տարիների ընթացքում դուք տեսնում եք թմբուկների զարկը և տեսնում եք, թե ինչպես է լարվածությունը պատում երկիրը, դուք տեսնում եք, թե ինչպես են գերտերությունները բաժանվում, և նրանք հիմա խոսում են սառը պատերազմի վերադարձի մասին, դուք տեսնում եք, թե ինչպես է տնտեսությունը ցնցվում, և տեսնում եք, թե ինչպես են նրանք տեղաշարժում հրթիռները, ՆԱՏՕ-ն և մյուսները դիրքավորվելով միմյանց դեմ։ Դուք տեսնում եք, որ անմաքուր ոգով լրատվամիջոցները հենց անմաքուր ոգիների բերաններն են։ Դրանք ստախոս ոգիներ են, որոնք տարածվում են ամբողջ աշխարհով։ Հենց այդ կերպ են նրանք հավաքում ողջ աշխարհը, որովհետև դա տարածվում է լրատվամիջոցների միջոցով։ Եթե դուք հայտնություն չունեք, ապա չեք էլ հասկանա դա։ Միակ բանը, որ կարող է հասնել երկրի բոլոր անկյունները, լրատվամիջոցներն են, 4-րդ տարածաչափությունը, որը բացվել է։ Այդպես տարածվում են խոսքերը, ահա թե ինչու դուք կարող եք գնալ աշխարհի ցանկացած կետ և կտեսնեք մարդկանց նույն այդ ազդեցության տակ, դա այդպես է, որովհետև բոլորն ունեն ռադիո, հեռուստացույց, ամսագրեր և մնացած ամեն ինչ, հենց այնտեղից էլ նրանք դա քաղում են։ Չէ՞ որ եթե նայեք լուրերը, 10 րոպեում ձեզ ցույց կտան ամբողջ աշխարհի իրադարձությունները, դա այդպես է։ Եվ եթե որևէ մեկը ապրանք ունի այս գլոբալ դարաշրջանում, ապա կարող է այն համացանցով վաճառել ցանկացածին և ցանկացած վայրում։ Նրանք մտնում են ձեր էջը էլեկտրոնային փողերով, գնում են կատարում և վերջ։ Իսկ երբ Տերը ցույց է տալիս մեզ սա, նա այստեղ մի բան է ավելացնում. ահա, ես գալիս եմ, ահա, ես գալիս եմ, ինչպես գողը, կամացուկ և արագ, մտքում ունենալով կոնկրետ նպատակ, նա գալիս է գողանալու։ Դա այդպես է, կամացուկ և արագ, մտքում ունենալով որոշակի բան, նա գալիս է գողանալու։ Ինչ է ուզում Հիսուսը այս աշխարհում, ինչ է նրան պետք, մեքենա։ Ինչ է նա ուզում դառնալ, նստել ինչ-որ տեղ կառավարությունում, ունենալ որոշ պաշտոն, ոչ, նա մտածում է մարդկանց մասին, նա նրանց անվանեց իր թանկարժեք քարերը, հալելույա, փառք։ Գիտեք, թե ինչու նա կգա նրանց հետևից, որովհետև հենց հիմա սատանան պլան ունի, թե ինչպես փակի մեր սրա նման հաստատությունները, և երբ ժամանակը գա, նրանք կստիպեն քեզ մտնել այդ կեղծ երկրպագության մեջ և կսպանեն քեզ, եթե դա չանես, ահա թե երբ հիմար կույսերը հազարներով կմեռնեն։ Բայց հարցը դրան չի հասնի, կնոջը կտրվեն 2 թևեր, որպեսզի թռչի, մեծ արծվի 2 թևեր, որպեսզի թռչի, ուստի երբեմն ես վախենում եմ, երբ տեսնում եմ, որ ձեզանից ոմանք չեն կարողանում թռչել, դուք ուղղակի ցատկոտում եք գետնին, մինչդեռ դուք պետք է արդեն թռչեք երկնային վայրերում, խոսքի մեջ, որտեղ կկարողանաք տեսնել։ Դուք բարձրանում եք բարձունքը հենց այն պատճառով, որպեսզի կարողանաք տեսնել։
Ահա գալիս եմ ինչպես գող, երանելի է նա, ով արթուն է և պահում է իր հանդերձները։ Մեզ տրվեց խոսքի հանդերձը, մենք հագնվեցինք ոչ թե ֆիզիկապես, այլ հոգևորապես, ինչպես Ադամն ու Եվան էին պարտեզում, որտև նույն փորձությունը հիմա կրկնվում է, և նրանք կորցրին հանդերձները, հենց այնտեղից առաջացան տարբեր հագուստները։ Դրանք հորինված չէին նորաձևության կամ եղանակի պատճառով, դա մարդու փորձն էր ծածկելու մեղքը։ Հասկանալի է ձեզ, և երբ մենք վերադառնում ենք այս ժամին, նույն ձևով այլասերված խոսքի միջոցով ստախոս ոգին սկզբում մտավ գազանի բերանը, նույն ձևով դա դուրս է գալիս գազանի բերանից վերջում։ Հասկանում եք ինձ։ Նույն կերպ այդ այլասերված խոսքի միջոցով նրանք կորցրին հանդերձները, նրանք չկարողացան դրանք պահել, որովհետև թողեցին ճշմարիտ խոսքը, որպեսզի գնան այլասերված խոսքի հետևից, և նրանք հայտնաբերեցին, որ մերկ են։ Նրանք ճաշակեցին այն ծառից, որն ուներ այլասերված պտուղ, և այդ ժամանակ գիտակցեցին, որ մերկ են, և իրենց համար գողքնոցներ պատրաստեցին ծածկվելու համար։ Եվ երբ Աստված եկավ, նրանք հասկացան, որ ծածկված էր միայն արտաքին մարդը, նրանք չկարողացան ծածկել ներքին մարդուն թզենու տերևներով, որովհետև այդ ծածկոցը ներսից դեպի դուրս էր բխում։ Եվ այսպես երանելի է, Տերը ասում է, գալիս եմ ինչպես գող, բայց երանելի է նա, ով արթուն է և պահում է իր հանդերձները, որպեսզի մերկ չշրջի և նրա ամոթույքը չտեսնեն։ Եվ նա հավաքեց նրանց։ Եվ նա հավաքեց նրանց մեկտեղ։ 14-րդ համարում խոսքում ասվում է, որ այդ անմաքուր ոգիները հրաշքներ են գործում երկրի վրա և գնում են երկրի ու ողջ աշխարհի թագավորների մոտ, որպեսզի նրանց հավաքեն ճակատամարտի համար։ Նրանք մեկնեցին հավաքելու, որպեսզի սկսեն հավաքագրումը, բայց հետո գործն արվեց, և նա հավաքեց նրանց մեկտեղ։ Մինչ նա հավաքում է նրանց, Աստված նույնպես հավաքում է մարդկանց, աղաղակը պետք է հավաքի հարսին։ Ամբողջ խնդիրը դրանում է, մենք նույնպես հավաքվել ենք, ուր որ դիակն է, այնտեղ կհավաքվեն արծիվները։ Մենք նույնպես հավաքվում ենք նրա ներկայության շուրջ, նրա խոսքի շրջանակում դա այդպես է։ Այն վայրը, որը եբրայերեն կոչվում է Արմագեդոն։ Եկեք աղոթենք, Հայր, ևս մեկ անգամ։ Մենք լսեցինք, թե քո մարգարեն քանի անգամ է աղոթել։ Նա ասում էր, ցանկացած մարդ կարող է թերթել գրքի էջերը, բայց ոչ մի մարդ չի կարող բացել բովանդակությունը։ Դրա համար պետք է Սուրբ Հոգու ներգործությունը, և ուստի, սիրելի Աստված, մենք աղոթում ենք, որ գա իմաստության և հայտնության Հոգին Հիսուս Քրիստոսի ճանաչողության մեջ, Աստծո այս մեծ հրեշտակը, ով պետք է բացի այս խորին գաղտնիքները և նախապատրաստի մեզ հեռանալուն։ Ինչպես Գաբրիելը եկավ Դանիելի մոտ, այնպես էլ դու կգաս եկեղեցի վերջին օրերում, որպեսզի նախապատրաստես մեզ։ Այսօր մենք աղոթում ենք, որ սա բերի
լուսավորություն, տա մեզ ըմբռնում, կենդանացնի մեզ եւ բարձրացնի մեզ այս աշխարհից ու նրա ազդեցությունից եւ նրա չարիքից վեր, որպեսզի մենք քայլենք քեզ հետ մտերիմ հաղորդակցություն ունենալով եւ պատրաստվենք մեկնմանը։ Շնորհիր սա Տեր, մենք խնդրում ենք Հիսուսի անունով, ամեն։ Աստված օրհնի ձեզ, նստեք, խնդրում եմ։ Վերջին մի քանի հավաքույթների ժամանակ ես ձեզ հետ խոսում էի անոթների մասին, իսկ հետո վերջին երկու ծառայություններին ես ցույց էի տալիս, որ Աստված մինչ օրս թաքցնում է իր անունը, թաքցնում է իր գաղտնիքները մարդկանց անունների մեջ, եւ մենք շարադրում էինք այդ ամենը հիմնվելով հիմա, երբ հավաքվել ենք, թերևս ես նույնպես վերնագիր վերցնեմ, դա միայն ինչ-որ բանի վրա կոնկրետ շեշտադրում անելու համար է։ Մենք դիտարկում ենք իրավիճակը խոսքի մեջ, մենք խոսում ենք իրադարձությունների մասին, որոնք կատարվում են հիմա, այն ամենը, ինչի մասին մենք խոսում ենք, ոչ թե լինելու է, այլ արդեն կատարման ընթացքի մեջ է։ Դա կատարվում է մասնակիորեն եւ կհասնի իր ավարտին, ճիշտ այնպես, ինչպես մենք արդեն կաճված ենք, զատվել ենք այս աշխարհից, հավաքվել ենք եւ բարձրացել ենք 7-րդ կնիքի գաղտնիքի մեջ, եւ մենք իմացել ենք, թե ով ենք մենք, եւ մենք ծառայում ենք Տիրոջը, եւ ուստի մենք մեկնում ենք այս բոլոր ուղևորություններին եւ գնում ենք տարբեր վայրեր։ Ահա թե ինչու ենք մենք կապի մեջ մնում այս բոլոր մարդկանց հետ, իսկ ինչու, որովհետեւ ինչ-որ բան ազդել է մեզ վրա, որպեսզի մենք անենք այն բաները, որոնք հավատում ենք, տեսնում ենք խոսքի մեջ։ Սա ինչ-որ եկեղեցական ծրագիր չէ, սա վինի կողմից հորինված մի բան չէ։ Այդպես նրան գործում է, որտեղ ես գիտակցում եմ, որ այն Աստվածը, ով հայտնվեց այն ամպի մեջ, եկավ երկրի վրա գտնվող մարդու մոտ։ Ես հավատում եմ այդ մարդու վկայությանը, նա դա արտահայտեց տեսիլքով։ Նա խորացավ Աստվածաշնչի մեջ, նա ասաց, որ դա լինելու է, եւ նա մեկնեց ու սպասեց Ֆլագստաֆից 60 կիլոմետր դեպի արևելք։ Նա չգնաց Կոլորադո, նա չգնաց Նյու Յորք, նա չգնաց, գիտեք, Տուրուբա կամ Լեսեֆո կամ էլի միտեղ, նա մեկնեց մի կոնկրետ վայր, որը տեսել էր տեսիլքի մեջ։ Հրահանգը տրվել էր տեսիլքի միջոցով, թե ուր է պետք գնալ, հրեշտակները կհանդիպեն քեզ այնտեղ, այն բանից հետո, երբ նա գտավ եւ բացեց քարտեզը, այդ վայրը կոչվում էր Peak Sunset, մայրամուտի գագաթ, մարգարեություն Աստվածաշնչում երեկոյան ժամին լույս կհայտնվի։ Նա հենց երեկոյան պատգամաբերն է, եկեղեցական դարաշրջանը առաջ էր շարժվում արևելքից, իսկ հիմա գտնվում էր արևմուտքում։ Հասկանալի է ձեզ։ 7 եկեղեցական ժամանակաշրջաններից հետո արևելքում Պողոսից մինչև արևմուտքում եղբայր Բրանհամը 7 եկեղեցական ժամանակաշրջանները 2000 տարի այդ ամենն արդեն կատարվել է եւ ավարտվել է։ Հիմա մեզ մոտ այստեղ ձևավորվում է աշխարհը, եթե դուք տեսնում եք դա։ Նա ասաց, տեսնում եք, թե ինչպես է Լյուցիֆերը կառուցում իր թագավորությունը։ Նա ասաց, նա պատրաստվում է թագավորել որպես Աստված։ Նա ասաց, սա նոր բան չէ։ Դեռ այն ժամանակ երկնքում նա ասաց, ես նման կլինեմ Աստծուն։ Նա ասաց, Հովհաննեսը տեսավ դա, Հայտնության գրքում նա ասաց, որ ողջ աշխարհը երկրպագելու է գազանին։ Պողոսը տեսավ դա եւ ասաց, ես տեսնում եմ, որ մեղքի մարդը բազմելու է տաճարում եւ նրան երկրպագելու են որպես Աստծո։ Նա ասաց, ուստի Աստվածաշնչում ցույց է տրված, որ նա հասել է եւ կհասնի մեծ հաջողության։ Եվ եկավ այս մարդը, ով սկսեց բացահայտել, նա ասաց, ահա թե ինչու է նա գոռում, նրա մտադրությունները բացահայտվել են, միթե չեք տեսնում, թե ինչ է նա անում։ Նա ասաց, դրանք գերբնական դևեր են, որոնք տեսանելի չեն աչքի համար, բայց մենք տեսնում ենք նրանց, որտև դա Հայտնության գրքում է։
Եվ պատգամաբերով տեսավ դա արտասանեց քարոզներ, որպեսզի սովորեցնի մեզ, թե ինչպես է պետք նայել, ուր է պետք նայել, եւ որպեսզի մենք ճանաչենք նրան եւ այն, ինչ նա անում է, եւ թե ում միջոցով է նա դա անում։ Այնպես որ ճշմարիտ հավատացյալներից դա թաքնված չէ, որ երբ ճշմարիտ հավատացյալները նայում են այս աշխարհին, նրանք չեն տեսնում պարզապես աշխարհագրություն, երկրներ, բիզնես, կառավարություններ, ոչ, նրանք տեսնում են երկու հոգիներ դեռ այնտեղից հավերժությունից։ Նրանք տեսնում են երկու եդեմներ, նրանք տեսնում են երկու գլուխներ, նրանք տեսնում են երկու ծառեր պարտեզում։ Նրանք տեսնում են երկու ընտանիքներ, հետևելով նրանց ժամանակի դարաշրջանով երկու որդատունկեր, երբ Հիսուսը եկավ, նա քարոզում էր ցորենի եւ որոմի մասին, ցորենը կհավաքվի, իսկ որոմը կայրվի, հետո նա մատնանշեց, որ սա հենց հնձի ժամանակն է, եւ որոմը հավաքվում է եւ ցորենը հավաքվում է։ Մենք դրա ապացույցն ենք։ Դուք կասեք, բայց ես չեմ տեսնում, որ ցորենը հավաքվում է։ Իսկ դուք ինչ եք անում այստեղ, ինչպես հայտնվեցիք այստեղ։ Դուք ասեք, դե ես չեմ հավատում, որ ես այդ հավաքի մեջ եմ։ Միգուցե դուք հավաքվել եք ոչ այն խմբի հետ։ Բայց ողջ աշխարհը հավաքվում է երկու գլուխների ներքո։ Ամեն ինչ նորից հանգում է Միքայելին եւ Լյուցիֆերին երկրի վրա, ինչպես որ երկնքում էր։ Երկու բերաններ, մի բերանից դուրս են գալիս 7 որոտները, որոնք հավաքում են հարսին, իսկ մյուս բերանից խաբվում է ողջ աշխարհը։ Լույս եւ խավար։ Այս աշխարհի մի մասը լույս է, իսկ մյուս մասը խավար։ Երբ Աստված ստեղծեց արեգակը եւ լուսինը եւ տեղադրեց դրանք այնտեղ, մեծ լուսատուն ցերեկվա համար եւ փոքր լուսատուն գիշերվա համար եւ Աստված բաժանեց լույսը խավարից, դա վկայում է մինչեւ այս ժամը։ Այնտեղ ասվում է լույսի որդիներ եւ խավարի որդիներ, այնտեղ ասվում է վեր կաց եւ լուսավորվիր, քո լույսը եկել է, այնտեղ ասվում է սա արևի ծագումն է, կենթանացնող զորությունը կենթանացրել է ձեզ, դուք ապրում եք լույսի շնորհիվ, նրա մեջ կյանք կա եւ նրա կյանքը մարդկանց լույսն է։ Մենք քայլում ենք լույսի մեջ, ահա թե ինչու մենք հաղորդակցություն ունենք նրա հետ։ Հայտնությունը չի գալիս ուսումնասիրության միջոցով, հայտնությունը տրվում է ինքնիշխան կերպով։ Ուսումնասիրությունը, իսկ հայտնությունը Աստծո գործողությունն է ձեր հանդեպ։ Չէ՞ որ դուք կարդում եք պատմության գիրքը եւ թերթերը եւ կարող եք ինչ որ մեկին ասել, հիմնվելով թերթի տվյալների վրա, գիտես այսօր այսինչ բանը պատահեց, գիտես կառավարությունը զբաղված է այնինչ բանով, գիտես ընտրություններ էին, գիտես Տոբագոյի այս ասամբլեան մինչ օրս վերահսկվում է ժողովրդի ազգային շարժման կողմից, բայց դա հայտնություն չէ, դուք կարող եք դա կարդալ, կարող եք դա մտապահել եւ կարող եք պատմել ուրիշներին այն ինչ կարդացել եք, դա Աստծո ոչ մի գործողություն չէ, եթե միայն նա ձեզ ունակություն չտա, որ դու կարողանաք կարդալ, բայց ինչ վերաբերվում է հայտնությանը, Աստծո խոսքի հայտնությունը, Աստծո ծրագրին, դա Աստծո գործողությունն է, ահա թե ինչով Հիսուսն ասաց, Հայր, ես գոհություն եմ հայտնում քեզ, դու սա թաքցիր իմաստուններից ու գիտուններից եւ հայտնեցիր մանուկներին, նա ասաց, սա Աստվածաշնչի միակ տեղն է, որտեղ ասում է, որ Հիսուսը ցնծաց, հենց այնտեղ դա միակ տեղն է, որտեղ դուք իրականում կարող եք կարդալ, որ Հիսուսը ցնծաց։ Եթե նա մի բանով ուրախացել է, ապա հենց դրանով ուրախացել։ Նա ասաց, այս վեմի վրա ես կշինեմ իմ եկեղեցին, նա ասաց, ոչ թե Սուրբ Պետրոսի վրա, ինչպես ասում են կաթոլիկները եւ մյուսները, այլ այն հայտնության վրա, թե ով է Հիսուսը, հասկանալի է ձեզ։ Այսպիսով, երբ մենք նայում ենք սրան, դուք գիտակցում եք, որ մեզ հայտնություն է պետք։ Եվ ահա մարգարեն, երբ նա նայեց եկեղեցական աշխարհին, Լաոդիկեան կույր է, եւ նրանք մերժում էին իրեն։
Նա նախասահմանված էր և ամեն երեկո նրան հաստատում էր հրեշտակը, որ դա Աստված էր խոսում, որ դա հենց պատգամաբերն էր, որ դա հենց գրվածքների կատարումն էր, իսկ նրանք չկարողացան դա ճանաչել, ներկայությունը չճանաչվեց։ Նա ասաց. «Օ Աստված իմ, նայեք այս բոլոր մարդկանց, նայեք այս բոլոր բապտիստներին, նրանք սա չեն տեսնում, նայեք ինչքան աստվածաշնչյան դպրոցներ ունեն, նայեք կաթոլիկներին, նայեք ինչպիսի ճեմարաններ ունեն, նրանք սա չեն տեսնում, նայեք հոգեգալստականներին, նայեք բազմամիլիոնանոց շենքերին, նայեք մեթոդիստներին, նայեք Եհովայի վկաներին և 7-րդ օրվա ադվենտիստներին, նայեք նրանց բոլորին, նրանք սա չեն տեսնում»։ Գրադարանները լի են գրքերով, աստվածաշնչյան դպրոցներ, սպասավորներ, նրանք նայեք հնդիկներին և մուսուլմաններին, դրանք աշխարհի ազգերն են և նրանք չկարողացան սա տեսնել։ Ուստի հետո նա գիտակցեց, եթե Աստված կարողացավ իջնել և արարել, եթե Աստված կարողացավ գալ և զանազանել ամեն երեկո, եթե Աստված կարողացավ այնպես անել, որ հաշմանդամի սայլակներով լցրին 7 բեռնատար մի աղոթքի ժամանակ, նրանք վեր կացան հաշմանդամի սայլակներից, և այդ մարդիկ մինչ օրս չեն կարողանում դրան հավատալ, եթե Աստված կարողացավ հայտնվել ամպի մեջ, եթե Աստված կարողացավ գալ կրակեսյան մեջ, եթե Աստված կարողացավ գալ վերցնել Աստվածաշունչը և ցույց տալ նրանց, որ նա կատարում էր նույն բաները նախկին ժամանակներում, իսկ նրանք միևնույնն է չեն կարողանում դրան հավատալ։ Գիտեք թե նա ինչ ասաց մեզ, նա ասաց. «Աղոթեք հայտնության համար, դա ձեզ ավելի շատ է պետք, քան ուտելիքը, չէ՞ որ եթե ողջ աշխարհը, այս բոլոր մեծ աստվածաբանները, բոլոր նրանք, ովքեր իրենց ողջ կյանքը ծախսում են գրվածքների ուսումնասիրության վրա, ովքեր գնում էին սինագոգ, կանգնած են այնտեղ այդ եկեղեցիներում, որտեղ 40,000, 50,000 մարդ կա և քարոզում են, նայեք T.D. Jakes-ին, նայեք Ջոել Օստինին, այս բոլոր մարդիկ և մյուսներին, նրանք քարոզում են հազարներին 45,000, իսկ իրենք կույր են խլուրդի պես»։ Նայեք այդ հավաքույթներում նստած են ամեն տեսակ բանկերի կառավարիչներ, մեծ գլուխներ կառավարություններից, ամեն տեսակ մարդիկ կրթված, լավ հագնված և այլն, մարդիկ գրքեր են գրում, մարդիկ ինչ-որ բանով զբաղվում են, ինչով ասես, որ չեն զբաղվում և չեն տեսնում սա։ Դուք կարծում եք, որ միայն այս ժամանակաշրջանում է այդպես, ամեն ժամանակաշրջանում նույնն է եղել, ինչու՞ նրանք չտեսան Նոյին այդ մեծ գիտական ժամանակաշրջանում, ինչու՞ Պողոսն այն ամենը, ինչ գիտեր, անվանեց աղ, և ինչու՞ Աստված պետք է հաներ Մովսեսի միջից այն ամենը, ինչ Եգիպտոսը դրել էր նրա մեջ, թեև նա կարող էր սովորեցնել եգիպտացիներին։ Հայտնությունը ինքնիշխան գործողություն է Աստծո կողմից։ Հայտնությունը ձեր մարդկային ըմբռնումը չէ։ Հայտնությունը այն է, երբ գալիս է Աստծո միտքը, ահա թե ինչու Հոգին, ով բերում է հայտնություն, բնակվում է եկեղեցու հետ։ Դա հենց այն Հոգին է, ով առաջնորդում է ձեզ և ուսուցանում է ձեզ ողջ ճշմարտությունը, դա չի լինում մեկ օրում, դա տեղի է ունենում ողջ կյանքի ընթացքում։ Երբ ներս է մտնում առաջնորդը, նա հիշեցնում է ձեզ, նա սովորեցնում է ձեզ և ցույց է տալիս։ Նա գնում է ձեզ հետ և սովորեցնում է ձեզ՝ մի արա սա այսպես, մի արա այնպես, սպասիր, մի շտապիր, դու առաջ կընկնես Աստծուց, սպասիր, մի եղիր անհամբեր, թող Աստված խոսի քեզ հետ, նա խոսել է քեզ հետ այն ժամանակ, նա նորից կխոսի քեզ հետ։ Եթե կարծում ես, որ Աստված արդեն չափազանց ուշ է պատասխանում, ապա խորհիր այն մասին, թե ինչ է նա ասել քեզ այն ժամանակ, քանի դեռ դու դա չես ստացել։ Նա պարզապես չի լցնի քեզ ինչ-որ բանով, եթե դու դեռ չես մտել սրա մեջ, սա տրված է նրա համար, որպեսզի քեզ հասնի մինչև այս պահ, իսկ սա պետք է քեզ հասնի հաջորդին։ Եվ ուստի մենք տեսնում ենք, որ նախ մարդիկ չեն կարողանում տեղավորել խոսքը, և երկրորդ, դուք տեսնում եք, որ նրանք շարունակում են ապրել իրենց համար և իրենց ըմբռնումը անվանում են հայտնություն։ Իսկ երբ նրանք հանդիպում են ավելի բարձր մտավոր գործակից և ավելի բարձր ըմբռնում ունեցող մարդկանց, քան իրենք են, այդ ժամանակ նրանք քորում են իրենց ծոծրակը և գիտակցում, որ այլևս վստահություն չունեն դրանում։
Դժոխքի դռները չեն կարող հաղթել այս հայտնությանը, որովհետև հայտնությունը այն է, երբ ձեզ են գալիս Աստծո մտքերը, եւ չկա ավելի բարձր միտք, քան Աստծո միտքը։ Երբ Աստված ձեզ մի բան է տալիս իր խոսքից, Աստված դա չի տա ոչ մի դևի, եւ Սատանան կարող է եւս միլիարդ տարի ծախսել դա հասկանալու համար, բայց նա միևնույն է չի կարողանա դա հասկանալ, որտեղ նա չունի այդ բնությունը, նա այնպիսի անոթ չէ, որը կառուցված է Աստծուց հայտնություն ստանալու համար։ Ուստի որոշ ժամանակ անց մարդիկ սկսում են թերագնահատել հայտնությունը, նրանք նստած են այնտեղ եւ չեն կարողանում որոշել արդյոք դա ըմբռնում է, մարդկային է դա, թե ոչ, կամ դա ինչու, որովհետեւ դա բթամտություն է։ Երբ դուք պարզում եք, թե որտեղից է այդ բթամտությունը, պարզվում է, որ նրանց վրա կախված է մի ոգի, ինչպես Մարգարեն ասաց, ես տեսնում եմ ձեր վրա մութ ոգի, որը փորձում է արգելափակել այն ամենը, ինչ գալիս է ձեզ, որպեսզի դուք չկարողանաք ազատագրվել, որովհետև Սատանան արդեն զբաղեցրել է ձեր միտքը, գուցե բազում երկրային գործերով, բազում երկրային հոգսերով, բայց Աստված ուզում է ձեզ տեղափոխել երկրայինից դեպի երկնայինը, հնարավոր չէ լինել եւ հարբած եւ ստապ, հնարավոր չէ միաժամանակ գնալ եւ դեպի արևելք եւ դեպի արևմուտք, Աստծո հետ քայլելու համար դուք պետք է զատվեք որոշակի բաներից, ուստի նա ասում է եկեք շտապենք դեպի կատարելության, առաջ շարժվելու համար դուք պետք է թողնեք այն վայրը, որտեղ գտնվում եք։